ամբողջ համացանցին հետաքրքրում էր, այս ցեպս գողացել են, թե չէ, այդ սրբապիղծները, այդ մարդաչնմանները, որ Աստված այդքան այդ պիղծերի համար ժամանակ է տրամադրել, ստեղծել է, հիմա Աստծո ստեղծածը ուղարկում են դժոխք։ Հիշեք, որ դժոխքը հատուկ դևերի համար է, բայց դուք ընտրում եք այդ ճանապարհը, սրբապիղծներ։ Այս եկեք ման գալու, մտածում եք ես բուլկի եմ, երկրից դուրս եմ գնում, վիդեոներից մեջ տենալու եք, ես այս դուրը փակելուց ասի գալու են։ Այդ մի քանի միլիոն դրամներ, այդ մանր մունր ոսկեղեններ, Rolex ժամացույցը ձեր համար է թողել։ Դուք նայեք ոնց եք պատժվելու։ Դե մտածում եք գժի թուղթ ունեք, այն մի կեսներ, այս Հայաստանի 90%-ը գժի թուղթ է, պարոն վարչապետ հանում, տուն ասես ոնց ուզում են մտնում են։ Այդ օրենքին է պետք է մի հատ անդրադառնան, էլի։ Եթե գիժեն, հատուկ գժերի համար բան ստեղծեք, Ամերիկայում տենց է, երբ որ գիժա լինում մարդա սպանում, էլի նույն սռոկը գժանոցում են ալբի տանում։ Մի հատ պետք է օրենք անեն, այդ սրբապիղծ իրանց գժի տեղ դրած լակոտները, որ իրանց գժի տեղ վենն են փրտում, իրանց դնում են գժի տեղ, բայց կարողանում են գան տուն մտնեն, թալանեն, DVR գողանան, կամերաները հանեն, ջրի մեջ կոխեն, ամեն ինչ կարողանում են անեն, բայց երբ որ հենց պետք է գան նստեն, իրանց գժի թուղթն են հիշում։ Մի հատ հատուկ տես սրբապիղծ գժերի համար, պարոն վարչապետ, մի հատ օրենք անեք, եթե գիժեն, պետք է գնան գժանոց։ Հիմա ես էլ գնամ գժի թուղթ անեմ, հարկերս չվճարեմ, ասեմ գիժեմ էլի գժին հարկ վճարելը որս է։ Խնդրում եմ դրան ուշադիր դարձեք։ Ամեն ինչ գիտենք, որը որից հետո է, ուղղակի շատ ինֆորմացիա չեմ տալիս, հեսա պճխովի դեղց են դարձնելու, մի քիչ է, ուղղակի պետք չի այս դեպքում չարանալ։ Երբ որ չարանում ես, սատանան օգտվում է այս ամեն ինչից։ Հանգիստ։ Հիշեք, սրա տերը մենակ ես եմ։ Էսի ձեր ձեռը չի կարալու հասնել, դուք այդքան արժանի պետք է լինեք, որ էսի ունենաք։ Էսի նայեք, ում ամենակարող Հիսուսի անունն է, թագավորների թագավորի անունն է։ Այս ամեն մարդ իրավունք չունի կրելու։ Մոլորակում մենակ ես եմ Տիրոջ անունը բարձրաձայնում ու ամեն վիդեոյից մեջ ցես մեծ ցույց տալի, որտեվ իմ հորը շատ եմ սիրում։ Տերս ներողություն եմ հայցում, եթե մի քիչ էլ բարկացած եմ։